Երբ սեմինարի թեման արդեն հստակ էր դիակային փոխպատվաստում, առաջին ռեակցիան լրիվ այլ զգացողություն է առաջացնում, ոնց դիակային փոխպատվաստում։ Մենք այս օրերի ընթացքում այդ մասին ենք խոսում, սա միայն միջամտությունը չէ, նաև հոգեբանական փոփոխությունների մասին ենք մենք խոսում եւ մենք լրագրողներս մեծ դեր ունենք այստեղ ճիշտ հասցնելու ինֆորմացիան, որ օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը կարող է ինչ-որ մեկի համար, այսինքն անխուսափելի վերջը մեկ ուրիշի համար կարող է երկար տարիների կյանք լինել։ Բոլոր հարցերի պատասխանները ստանալ հնարավոր չէ մեկ սեմինարի ընթացքում, ես ենթադրում եմ, որ կլինի շարունակություն թեմայի, ամենայն դեպս դրա հույսը ունեմ, կարծում եմ, որ բաց հարցեր շատ կան, որոնք ոչ միայն ԵԽ-ի, այլ նաև առաջնահերթ հենց նախարարության գործառույթն է առողջապահության, որով պետք է զբաղվի անպայման։ Ինձ համար նախ որպես մարդու, ապա նաև որպես լրագրողը շատ հետաքրքիր է եղել, թե ինչու մեզ մոտ այդքան տարածված չի, իհարկե ես հասկանում եմ մեր հասարակության մի քիչ առանձնահատկությունը, զգայունությունը, բայց սա այն թեման է, որ կարծում եմ յուրաքանչյուր զարգացած երկրում այս ծրագիրը պետք է ներդրվի ու աշխատի։ Շատ ուրախ եմ, որ նախ մեզ մոտ ներդրվում է սա եւ երկրորդ հենց առաջիններից էի, ով մանրամասն տեղեկացավ ծրագրի մասին ու կկարողանամ այս թեման զարգացնել իմ հետագա աշխատանքի մեջ։ Ես արդեն այսօր երկու նյութասրել եմ հրապարակել այս թեմայի վերաբերյալ, կոնկրետ օբյեկտիվ գնահատականներ, ինչ քննարկում այստեղ եղել է։ Երեք բժիշկներից մեկի հետ զրուցում է եւ օրինակներ էր բերում, որ քանի մարդ է անհամբեր սպասում դրան, հատկապես հիմա պատերազմից հետո նշեց, որ մեր զինվորների մոտ են հենց այդ խնդիրները առաջացել, այդ ֆոսֆորային, ռումբերի պայթյուններից եւ այլն, եւ այդ նույն տղաները անհամբեր սպասում են, որպեսզի կարողանան իրենց աչքի լույսը վերադարձնել։ Ինձ բժշկին հետաքրքիր էր, հարցրեցի, իսկ իրենց հետ զրուցել եք, հոգեբանական ինչ-որ խնդիր կունենան, երբ որ իմանան, այսքան դիակից է փոխպատվաստում, ասեց այդ խնդիրը չունեն, մարդը, որ որոշակի ժամանակ արևի լույսը չի տեսնում, չի կարողանում տեսնել եւ արդեն գիտակցում է, որ ինքը կարող է տեսնել, իր մոտ այդ հոգեբանական վիճակը դուրս է գալիս։ Ես արդեն հրապարակել եմ մի քանի նյութ այս սեմինարի շրջանակում եւ հիմնական շեշտադրությունը թերևս այն է, որ մարդիկ ավելի շատ իմանան փոխպատվաստման գործընթացի մասին, վիրահատության յուրահատկությունների մասին, քանի որ ինքը երևույթը բավականին զգայուն է եւ ունի ոչ միայն իրավական, այլև հոգեբանական հենք, որովհետեւ մարդիկ նաեւ պատրաստ լինեն հոգեբանորեն այդ գործընթացին, պատրաստակամորեն դառնան դոնորներ եւ օգնեն իրենց հայրենակիցներին փրկեն կյանքեր։ Կարծրատիպեր կոտրելու խնդիր կա, որը միգուցե արդեն առողջապահության նախարարության գործառույթի մեջ չի մտնում, բայց տարածական իմաստով դա պետք է շղթայաձև տարածել այնպես, որ բոլոր հարթակներում գնա որոշակի, այո, չեմ վախենա ասել, հենց կարծրատիպերը կոտրելու քաղաքականություն։ Սկզբում հասարակությունը դժվար կընկալի, բայց երբ որ դու անընդհատ այդ թեմայի մասին խոսում ես, ինքը արդեն սովորում է դա լսել եւ ինչ որ միտեղ համաձայն է լինում։ Շատ ուրախ եմ, որ մենք այս հարցում այսպես առաջ ենք գնում եւ աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման այսպես թեմայից է սկսվում։ Իսկ մենք գիտենք, որ սոցիալական խնդիրների պատճառով շատ մարդիկ, ովքեր ունեն այս միջամտության կարիք, այսօր չեն կարողանում իրենց դա թույլ տալ, որովհետեւ ներմուծվող եղջերաթաղանթի հետ գործ ունենք։ Պատահական չէ, որ մասնագիտացված գերատեսչությունը առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ սերտորեն համագործակցում է այս ուղղությամբ։ Համապատասխան օրենսդրություն է մշակվել, փաստաթղթեր են ստորագրվել, արձանագրություններ նույնպես, եւ այդ սերտ համագործակցությունը նպաստում է, որպեսզի այդ գործընթացը ավելի ընդլայնվի եւ դառնա ավելի ընդգրկուն Հայաստանի Հանրապետությունը։